Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, այն չի կարող սահմանափակվել։ Վերջերս հանրային քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է տնային կալանավորներին հնարավորություն տալ շարունակել հեռավար կրթությունը։ Բանտային կալանքի պայմաններում դատապարտված անձը զրկված չէ կրթության իրավունքից, այնինչ տնային կալանքի դեպքում այս իրավունքները սահմանափակվում էր։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին մասի համաձայն տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը։ Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ի թիվս այլնի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում փոստային առաքանուց։ Վերջերս հանրային քննարկման դրված օրենքի նախագիծը ենթադրում է բացառություններ նշված սահմանափակումներից։ Քրեական դատավարության օրենսգրքի այս նախագծով փորձ է կատարում կարգավորել իրավական շատ մեծ բաց, որը վերաբերում է տնային կալանքի տակ գտնվող անձանց կրթության իրավունքի ապահովմանը։ Տեսեք, սա շատ կարևոր մի խնդիր է, որովհետև խափանման միջոցի նպատակը ոչ թե անձի բնականon կյանքը խաթարելն է, այլ զուտ նրան զերծ պահել վարույթի նկատմամբ խոչընդոտելուց։ Իսկ տնային կալանքի պայմաններում ցավոք սրտի այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ անձը կալանքի տակ գտնվելով շատ ավելի երաշխավորված են իր իրավունքները, քան տնային կալանքի պայմաններում։ Ճիշտ է, Եվրոպական դատարանը շատ մի հայտնի գործ ունի Բուզաջին ընդդեմ Մոլդովայի գործի մասին է խոսքը, որտեղ Եվրոպական դատարանը ընդգծել է, որ խափանման միջոց տնային կալանքը հավասարազոր է բանտային կալանքին, եւ Եվրոպական դատարանը հենց հստակ ընդգծել է, որ երկուսն է կալանք են տարբեր ռեժիմներով, մեկը բանտային կալանք է, մեկը տնային կալանք, եւ այստեղ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը հայտնվելով օրինակ ուսանող մեղադրյալը, օրինակ հեռավար կրթություն ստացող մեղադրյալը, չգիտեմ, հետբուհական կրթություն ստացող մեղադրյալը հայտնվում է մի վիճակում, որ զրկվում է կրթության իրավունքից։ Կրթության իրավունքը սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքներից է, հետևաբար այն չի կարող որևէ կերպ սահմանափակվել։ Մեր պետական օրենսդրությունը երաշխիքներ է նախատեսում կրթության առումով այն անձանց համար, որոնց նկատմամբ կիրառվել է ավելի խիստ խափան միջոց, կալանավորումը, մասնավորապես ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքի համաձայն, կալանավորված անձինք ի թիվս այլնի ունեն նաեւ կրթության իրավունք եւ քրեակատարողական հիմնարկների վարչակազմը պետք է ապահովեն այս իրավունքի իրացման բոլոր հիմքերը։ Եվ ստացվում է մի իրավիճակ, ի տարբերություն բանտային կալանքի, տնային կալանքը ավելի իր բնույթով եւ պայմաններով ավելի մեղմ խափանման միջոց է, սակայն տնային կալանքի պայմաններում նախատեսված չեն երաշխիքներ եւ մեխանիզմներ, որպեսզի անձը իրացնի իր սահմանադրական իրավունքը։ Կալանքի տակ գտնվող անձի շփումների սահմանափակման մեջ չի կարող ներառվել փաստաբանի հետ շփումը։ Մասնագիտական համայնքն առաջարկում է կրթական բլոկի վերաբերյալ եւս նմանատիպ կարգավորում կիրառել, քանի որ կրթության իրավունքն անձեռնմխելի է։ Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ հանցանքը ուղղված է եղել կրթական հաստատության դեմ։ Քանի դեռ նախագծային փուլում ենք, գործադիրի եւ օրենսդիրի գործընկերները այստեղ կարող են սա քննարկման առիթ դարձնել։ Արդյոք պետք է օրենսդրական արգելքների մեջ մտցնել, եթե օրենսդիրը գնա այս տրամաբանությամբ եւ երաշխավորի կրթության իրավունքը, դրանից բխած մեխանիզմներն էլ պետք է ապահովեն։ Մեկ օրինակ ես բերեմ, տեսեք, երբ որ ես էի քրեակատարողական հիմնարկում, արգելվել էր իմ տեսակցության իրավունքը, բայց իմ կալանքի հաջորդ օրը պետք է տեղի ունենար իմ ատենախոսության պաշտպանությունը եւ մեխանիզմ չկար, քանի որ արգելքը վերաբերում է անորոշ շրջանակի անձանց, իսկ սա այդ դեպքն էր։ Դու չես կարող օրինակ գնալ մասնագիտական խորհրդի առջև հրապարակային պաշտպանության, որովհետև հասկանալի է սա մասնագիտական է, բայց այնուամենայնիվ հաղորդակցությունը։ Եվ այստեղ օրենսդրական մակարդակում հստակ պետք է սահմանել, որ տեսակցության սահմանափակում բացի փաստաբանից եւ պետական մարմինների նախատեսված դեպքերի չի կարող կիրառվել նաեւ բուհի նկատմամբ, օրինակ դասախոս
ուսանող հասկանալի է, բայց դասախոս ուսանող հարաբերությունները չեն կարող բնականաբար սահմանափակվել եւ բնական է սահմանվի բացառություն եւ սա կարծում եմ շատ ավելի ամբողջական կարգավորում կբերի։ Նախագծի ներդրմամբ բաց է մնում վերահսկողական մեխանիզմների հարցը, առաջարկվում է փոփոխություններ մտցնել նաև պրոբացիայի ծառայության մասին օրենքում կամ անհրաժեշտության դեպքում առնչվող այլ իրավական ակտերում։ Կարևոր է նաև օրենսդրական փոփոխություններ նախատեսել պրոբացիայի ծառայության մասին օրենքում կամ անհրաժեշտության դեպքում այլ իրավական ակտերում, մասնավորապես կարևոր է պրոբացիայի ծառայության մասին օրենքում հստակ նշել վերահսկողության տնային կալանքի պայմաններում հեռավար կրթության վերահսկողության մեխանիզմները եւ մարդու անձի իրավունքները եւ պարտականությունները անձը նախ պետք է հստակ իմանա թե օրինակ տնային կալանքի պայմաններում հեռավար կրթություն ստանալու ժամանակ ինչ իրավունքներ եւ ինչ պարտականություններ ունի, որպեսզի խուսափի տնային կալանքի պայմանների, այսպես ասած, խախտումներ թույլ տալուց, որը կարող է նաև ավելի ծանր հետևանքների բերել, մինչև պայմանի խախտման դեպքում կարող է տնային կալանքը փոխարինվել մեկ այլ խափան միջոցով կալանավորման։ Քրեական դատավարության օրենսգիրքը համեմատաբար նոր է, ինչն էլ մասնագետների դիտարկմամբ շարունակական փոփոխությունների եւ լրամշակումների պատճառ է դառնում։ Գործնական կիրառությունում ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք կարգավորված չեն օրենքով։ Նախագիծը եւս պետք է համարել դրական մեկ քայլ, նախորդիվ փորձեր կատարվել կարգավորել հեռավար աշխատանքի հնարավորությունը տնային կալանքի տակ գտնվող եւ հիմա նոր խնդիր դա անձի կրթության իրավունքն է։ Եվ երբ որ մենք խոսում ենք խստության մասին, ես պատահաբար չեմ սա ընդգծում։ Տեսեք, անձը նաև այսօր ունենք շատ լուրջ խնդիր կապված տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների իրացման հետ։ Ոչ պրոբացիային վերաբերող օրենսդրությամբ, ոչ ոստիկանության վերաբերող օրենսդրությամբ սահմանված չէ թե անձանց ով պետք է ուղեկցի դատարան, ով պետք է ուղեկցի բժշկական հիմնարկներ, օրինակ կենցաղային, վարսավիրի մոտ ով պետք է ուղեկցի։ Եվ դատավարության ընթացքում մշտապես խնդիր է առաջանում պրոբացիան մատնանշում է լիազորության բացակայությունը, իսկ ոստիկանությունը ընդգծում է, որ սա գերատեսչական աջակցություն է, օրենքով նախատեսված չէ ուղեկցման մեխանիզմներ եւ սա գերատեսչական աջակցություն է։ Բայց եթե մենք խոսում ենք նրա մասին, որ եւ տնային եւ բանտային կալանքները նույնական են, ապա պետք է սրա վրա տարածվի բանտային կալանքի կանոնները ուղեկցման մասով։ Ներպետական օրենսդրությունը, մասնավորապես աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է աշխատողի կալանքի կամ տնային կալանքի տակ հայտնվելու իրավական հետևանքները։ Ըստ այդմ անձին թույլատրվում է տնային կալանքի պայմաններում հեռավար կերպով աշխատել, եթե կա դատարանի համապատասխան որոշում։ Հաճախ են հանդիպում նաև դեպքեր, երբ անձը տնային կալանքի պայմաններում հեռավար աշխատելու հնարավորություն ունի, սակայն այս պարագայում նույնպես, քանի որ օրենսդրական հստակ կարգավորումներ սրա վերաբերյալ առկա չեն, անձը զրկվում է նաև այս հնարավորությունից եւ ինչի եմ առանձնացնում այս հանգամանքը, որովհետև պրակտիկայում սա հանգեցնում է լուրջ խնդիրների, երբ անձը տևական ժամանակ գտնվում է տնային կալանքի պայմաններում եւ դիտարկենք օրինակ, երբ կարող է հանդիսանալ ընտանիքի միակ գերակրողը, միակ աշխատողը եւ ցանկություն է հայտնում աշխատելու, բայց այդ հնարավորությունից շատ դեպքերում զրկված է լինում եւ դատարանները այդպիսի բացառություն տնային կալանքի պայմաններում չեն նախատեսում։ Բազմիցս բարձրաձայնվել է խնդիրը, որ տնային կալանքի տակ հայտնվելով գործող կարգավորումների հետևանքով անձը դուրս է մնում կրթական ցիկլից, հեռացվում է կրթական հաստատությունից։ Մենք ունենք բազմաթիվ մեղադրյալներ, ովքեր, տեսեք, բուհում սովորում են, հայտնվում են կալանք, տնային կալանք առհասարակ սահմանափակման մեջ։ Եվ չեն կարողանում հաճախել բուհ եւ օրինակ նաեւ սահմանափակված է հաղորդակցության իրավունքը, չեն կարողանում տարկետման դիմում ներկայացնել եւ բացակայությունների հիմքով դուրս են մնում բուհից։
հետագայում կալանքից ազատվելուց հետո պետք է գնան, նորից դիմեն, վերականգնվեն, բուհը կվերականգնի, չի վերականգնվի եւ մեղադրյալի համար ստեղծվում են խիստ անբարենպաստ իրավիճակ։ Բնականաբար այս խնդիրը բացառելու համար պետք է օրենսդրական հստակ չափանիշ, որովհետև քրեական վարույթի խնդիրը անձին պատժելը չէ։ Ինչքան էլ որ տարօրինակ է հնչում այս խնդիրը, անձին պատժելը քրեական իրավունքի, քրեական օրենսգրքի խնդիրներից մեկն է։ Նա ունի սոցիալական արդարությունը վերականգնելու խնդիր, հանցանք կատարած անձին ուղղելու խնդիր, հանցագործությունները կանխարգելելու խնդիր, իսկ դուք նկատեք, որ քրեական օրենսգրքից անձին պատժելը դուրս է մնացել առհասարակ կոնցեպտից, եւ եթե սա է կոնցեպտը, մենք կանխարգելում ենք նոր հանցանքները, վերականգնում ենք սոցիալական արդարությունը կամ հանցանք կատարած անձին ենք ուղղում, ապա սա պարունակում է պատժի տարրեր, երբ քրեական վարույթը ընթանում է այնպես, որ անձը զրկվում է իր հիմնարար իրավունքներից մեկից։ Նախագիծը միտված է կրթության շարունակականության ապահովմանը, այն ուղղված է դեպքերին, երբ անձն արդեն իսկ որևէ ուսումնական հաստատության սովորող է, սակայն լինում են դեպքեր, երբ անձը հայտնվում է տնային կալանքի տակ այն ժամանակաշրջանում, երբ դեռ նոր է պատրաստվում դիմել որևէ կրթական հաստատություն ուսումնառության համար։ Անձը տնային կալանքի տակ է հայտնվում այն ժամանակահատվածում, երբ օրինակ բարձրագույն ուսումնական հաստատություն պետք է ընդունվի եւ տվյալ պահին չի սովորում ուսումնական հաստատություն կամ նոր է ավարտել, եւ այստեղ նաեւ մի շարք այլ խնդիրներ են առաջանում, օրինակ բոլորս էլ գիտենք, որ ընդունելության քննություններին նախապատրաստումը, բացի հիմնական կրթությունից պահանջում է անձի ցանկության բնականաբար նաև հենց մասնագիտական կրթություն, ավելի խորքային կրթություն, եւ այս խնդիրների լուծման տեսանկյունից գտնում եմ, որ նախագծում պետք է որոշակի շտկումներ կատարվեն եւ նախատեսվեն այս նշված խնդիրների նաեւ լուծումները։ Տնային կալանք խափանման միջոցը Հայաստանի Հանրապետությունում սկսեց կիրառվել 2022 թվականից, երբ ընդունվեց քրեական դատավարության նոր օրենսգիրքը։ Օրենսգիրքը ընդունումից ի վեր մի շարք փոփոխությունների եւ լրացումների է ենթարկվել, սակայն այն ավարտուն չի համարվում։ Տնային կալանքի հետ կապված մեկ կարևոր խնդիր էլ կա, իրենց զբոսանքի խնդիրն է, բայց այստեղ չեմ ուզի խախտեմ հեղինակային իրավունքը։ Փաստաբաններից Լիպարիտ Սիմոնյանը արդեն իսկ իրավական գործընթացներ սկսել է այս առումով, այսինքն զուտ բողոքի տեսքով, միջնորդության տեսքով մեկնարկը տրված է process-ի։ Պարոն Սիմոնյանը սկսել է այս գործընթացը եւ երբ որ մենք մտքերի փոխանակում էինք կատարում եւ պարոն Սիմոնյանը ասեց իր մտքերը, սա իրականում շատ ֆունդամենտալ խնդրեմ է, որովհետեւ ստացվում է անձը բանտում ունի շատ ավելի լայն իրավունքներ, գոնե զբոսանքի տեսանկյունից, քան տնային կալանքի տակ գտնվելով, եւ սա մեր խոսակցության սկիզբն է։ Պետք է հստակ լինեն մեխանիզմներ, ով է պատասխանատու տնային կալանքի տակ գտնվող անձի համար, ոստիկանությունը թե պրոբացիոն ծառայությունը։ Եվ այստեղ եթե լինեն հստակ մեխանիզմներ, օրինակ պրոբացիոն ծառայությունն է պատասխանատուն տնային կալանքի տակ գտնվող անձի համար, ապա այս իրավունքները կրթության, օրինակ դատարանը թույլ է տալիս, որ անձը գնա բու հետ գա, ոչ թե հեռավար մասնակցի դասընթացին։ Օրինակ դատարանը թույլ տալիս է, չէ, գնալ ատամնաբուժի, գնալ վարսավիրի։ Օրինակ որևէ խնդիր չի լինի, եթե թույլատրի գնա բու դասի մասնակցի եւ ուղեկցման խնդիրները նաեւ կարգավորվեն։ Բայց գիտեք ինչպես է, ես կկրկնվեմ, ինստիտուտ ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի եւ այստես տարեց տարի մենք ունենալու ենք զարգացումներ եւ կատարելագործումներ։ Օրենքի պահանջով կիրառված խափանման միջոցները հետագայում անձի կյանքի որակի վարդարացման չպետք է հանգեցնեն։ Կրթության իրավունքը անմիջականորեն փոխկապակցված է անձի կյանքի հետագա ընթացքի հետ։ Կրթություն չստացած կամ այն անավարտ թողած անձը հետագայում դժվարանալու է գտնել աշխատանք եւ վերաինտեգրվել հասարակությունում։